Բերկրիի ձորը 100-ամյա վաղեմության արխիվային փաստաթուղթ է։ Վկայում է Վանի հերոսների 1915 թվականի ողբերգության մասին։ Վասպուրականի հայությունը, որ հերոսաբար 1 ամիս դիմադրել էր եւ փրկվել, հայտնվեց ծուղակի մեջ։ Թեպետ հայ կամավորականները, մասնավորապես Անդրանիկը, Քերին, Դրոն պնդում էին, որ ռուսական զորքերը չնահանջեն, այդուհանդերձ նրանք նահանջեցին։ Ռուսական զորքը հայ կամավորական ջոկատների հետ մտել էր Վան։ 1 ամսյա պայքարի արդյունք հաղթանակից հետո ռուսները անակնկալ նահանջում են։ Անպաշտպան 200,000 հայերի մեծագույն մասը այս ձորով փորձում է բարձրանալ Գառնի, այնտեղից էլ Կոգովիդ, ու վանեցիները քրդերի ձեռքն են ընկնում։ Լականատեսների վկայությամբ ամբողջ Բերկրի գետը ողողվել էր արյամբ եւ գետը իր գույնը փոխել էր։ Ուղղակի բարիս բուն իմաստով արյուն էր հոսում այստեղից։ Ռուսները կարող էին եւ չնահանջել, հետադարձ հայացքով ասում են պատմաբանները։ Վկայակոչում հենց ռուսական աղբյուրները։ Կազակ զինվորական Ֆյոդոր Ելիսեևը խոստովանում է, նահանջել են, որպեսզի թույլ չտան, որ Վանի ինքնապաշտպանների ջոկատները կանոնավոր բանակ դառնան։ Ֆյոդոր Ելիսեևը կազակները Կովկասյան ճակատում իր գրքում այդ մասին վկայում է, թե ինչպես ամենուր տեսնում էին սրախոխող արված հայ դիակներ, որ իրենց նահանջը բացարձակապես հիմնավորված չէր եւ այս ամբողջն արվեց Վանի ինքնապաշտպաններին, կամավորական ջոկատներին հեռանկարի իմաստով բանակ դառնալու իրողությունից հեռու պահելու համար։ Սա եւս մեկ տեղավայր է 1 դար առաջվա կոտորածների քարտեզի վրա։ Թուրք իշխանությունների կոկորդիլոսի արդյունքները որևէ մեկին վաղուց չեն համոզում։ Թուրքական կողմը այսօր 100-ամյակի նախօրյակին հայտնվել էր մի ծիծաղելի վիճակում, երբ մերժողականությունն արդեն աշխարհի համար անընդունելի է։ Եվ նրանք փորձեցին նոր մարտավարություն որդեգրել, մի փոքր ներողամտությամբ շահել հայերի սիրտը, որը բացարձակապես հարցի էությունը չի փոխում։ Ինձ օրինակ որպես հայ մարդու երբեք չի խանդավառել թեկուզ տասնյակ հազարավոր թուրքերի այդ ներողամտական վերաբերմունք հայերի նկատմամբ։ Մի բան է, որ ներողամտությունից հետո այն հայցելուց հետո պատրաստակամություն հայտնես հատուցման։ Սա հայկական Վեզուվն է, Թոնդրակ լեռը։ Ծխացող թոնիրը ժամանակ առ ժամանակ ստորերկրյա մռնչյուն որոտներ է արձակում։ Նրա ժայթքելու ուժի մասին վկայում է շրջագծով կիլոմետրեր փռված սառած լավան։ Ասում են, ձևածիր խառնարանից ծծմբային գոլորշի է բարձրանում։ Այս լեռը հայու տեսակ է, սիրտը չի հովանում։ Աննա Բալյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։